Give short answers. Տվեք կարճ պատասխաններ. Yes, no, այո կամ ոչ. Are you a student? Դու ուսանող ես? Yes, I am կամ No, I am not. Հիշեք, որ անգլերենում միայն yes կամ no ասելը խոսքի անկիրթ ձև է համարվում. Do you like studying? Yes, I do. Դու սիրում ես սովորել? Այո. Բայց միայն yes չէր կարելի ասել. Yes, I do. Did you do your homework at home yesterday? Դու կատարել ես տնային աշխատանքը տանը երեկ? Yes, I did. Do you go to school every day? Դու գնում ես դպրոց ամեն օր? Yes, I do. Do you speak English? Yes, I do. Դու խոսում ես անգլերեն? Այո. Is there a good playground in your school? Կա լավ խաղահրապարակ ձեր դպրոցում? No, there isn't. Ոչ, չկա. Is there a library in your school? Yes, there is. Կա գրադարան ձեր դպրոցում? Այո, կա. Եվ եկեք ուշադրություն դարձնենք հաջորդ վարժությանը. Write the plurals of the following nouns. Գրեք հետևյալ բառերի հոգնակի թիվը. Pen, pens, որևէ գաղտնիք չկա, s-ը ավելացել է եւ վերջ. Library, գրադարան, libraries. Որն է առանձնահատկությունը? Library բառը վերջանում է y-ով. Y-ից առաջ r է, բաղաձայն է. Բաղաձայնի դեպքում հոգնակին կազմելիս y տառը փոխակերպվում է i-ի եւ ավելանում է es. Library, գրադարան, libraries. Y-ը փոխվել է i-ի եւ ավելացել է es. Գրադարաններ. Box, boxes. Es է ավելացել x-ից հետո. Boy, տղա, boys. Boy բառը նույնպես վերջում ունի y, բայց քանի որ y-ից առաջ ձայնավոր է, y-ը չի փոխվում, պարզապես ավելացել է s հոգնակիի մասնիկը. Boy, boys, տղա, տղաներ. Language, լեզու, languages, լեզուներ. Pencil, pencils, մատիտ, մատիտներ.